Ռոբերտ Քոչարյանը եւ իր շրջապատը եւ Դաշնակցություն կուսակցությունը իրանք կրելով ավելի ավտորիտար արժեքներ եւ ես կարծում եմ լինելով շատ ավելի վտանգավոր Հայաստանի համար, այդ թվում որովհետեւ իրենք շատ են նայում Ռուսաստանին եւ Ռուսաստանի հրահանգները գրեթե տպավորություն է, որ Ռուսաստանի հրահանգներն են ուղիղ կատարում կամ ուզում են հասկանալ, թե Ռուսաստանը ինչ է ուզում, որ իրենք անեն եւ այդ ուղղությամբ են շարժում։ Շատ վտանգավոր խումբ է սա։ Ուրեմն սրանք իրավիճակ շատ ավելի ճիշտ են գնահատում եւ հասկանում են, որ Հայաստանի նման երկրում, երբ որ արդեն ընտրություններով կարելի է իշխանապողություն անել, միշտ կա մի ազգայնականների, ուրեմն պահպանողականների ծայրահեղ պահպանողականների, ազգայնականների, ուրեմն էգոիստների, մի խոսքով անպարկեշտ մարդկանց մի հսկայական խումբ, որի ձայներին իրենք կարող են հասնել, եթե ցույց տան, որ իրենք այդ նույն արժեքներն են կրում, եւ ավելին նրանք կարող են այդպիսի կոնֆիգուրացիաներով, որ իրենք մտնեն տարբեր ընդդիմադիր խմբեր, իրենց հետ աջակցվող կամ չաջակցվող կամ իշխանություններին չսիրող տարբեր դիմադիրների խմբեր տարբեր ուրեմն ճակատներով այսպես ասած պայքար են իշխանության դեմ միասին ավելի շատ ձայն հավաքեն ոնց որ եղավ Գյումրիում եւ այդպես 2026 թվականին իշխանությունը վերցնեն։ Այս սա շատ վտանգավոր է